Փառք Տիրոջը քուրեր եղբայրներ ջան։ Ամեն բանից առաջ միշտ փառք Տիրոջը։ Որտեվ Տերը իսկապես մեզ շատ է սիրում։ Մեր համար պատրաստ է ամեն բան անելու եւ արել է եւ անում է փառք Տիրոջը։ Ուղղակի մենք շատ հաճախ չենք կարող հասկանալ Տիրոջը եւ մենք չենք թողնում, թույլ չենք տալիս, որ Աստված մեր կյանքում իր օրհնությունները շատ անգամ բերի։ Որտեվ մեր մտքերը մի քիչ աշխարհի հասկացողություններով է լցվում, մի քիչ ասենք Սատանան մեզ համոզում է ինչ-որ մտքերի մեջ, ինչ-որ կարծրատիպների մեջ, եւ մենք մտածում ենք, որ դրանք ճիշտ են։ Եվ այդ ամեն ինչը ընդունելով մենք կամաց հեռանում ենք Տիրոջից քուրեր եղբայրներ ջան։ Եվ այն օրհնությունները, որ Տեր Հիսուսը պատրաստել է մեզ համար, եւ այն ամենը, որ Տեր Հիսուսը ուզում է տա, որի մեջ մենք ուրախ լինենք, քուրեր եղբայրներ ջան, մենք դրանցից զրկվում ենք։ Ես ուզում եմ կարդամ Հայտնության գրքից Լավոդիկեի եկեղեցու մասին 3-րդ գլուխ 14 խոսք, բոլորը գիտեն այս մասին։ Ասում է եւ Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր։ Սա է ասում ամենը, հավատարիմ եւ ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք։ Օ թե ցուրտ լինեիր կամ տաք։ Ուրեմն, որովհետև գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ։ Քեզ պիտի փխսեմ իմ բերանիցը, որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ եւ մեծացա եւ ոչ բանի կարոտ չեմ, բայց չգիտես, թե դու թշվառ եւ ողորմելի եւ աղքատ եւ կույր եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ։ Ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս։ Ես սպիտանք հատներցներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևի, եւ դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ։ Ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։ Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ։ Եթե մեկը լսե իմ ձայնը եւ դուռը բանա, կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ եւ նա ինձ հետ։ Փառք Տիրոջ։ Սքանչելի խոսքերը, որ կարդում ես, որովհետեւ շատ լուրջ բաներ է ասում Աստված։ Լավոդիկեի եկեղեցին։ Դա եկեղեցի էր, որ Տիրոջը հեռացրել էր իրանից։ Տեր Հիսուսը այդ եկեղեցում մեջը չէր, դուրսն էր։ Եվ դուռը թակում էր։ Եվ ասում է, եթե մեկը լսի իմ ձայնը, դուռը բանա, կմտնեմ նրա մոտ, ընթրիք կանեմ նրա հետ։ Ինչ էր եղել այս եկեղեցում։ Աստծո առջև մերկ էր, կույր էր։ Պատկերացնում եք։ Աստծո առջև շատ սարսափելի վիճակ ուներ։ Պատկերացրեք մարդ, որ կույր է, մարդ, որ մերկ է, մարդ, որ հանդերձներ չունի։ Պատկերացրեք այս վիճակը եւ մարդ իրան լավ ազգում։ Եվ այս եկեղեցին այդ ձևի վիճակում էր։ Բարձենում էր։ Ես հարուստ եմ, մեծացա եւ ոչ մի բանի կարոտ չեմ։ Այդ ինչ աշկերով ես քեզ նայում։ Այդ ում աշկերով ես քեզ նայում, չէ՞։ Գիտեք քուրեր եղբայրներ ջան, երբ որ Սատանան մարդուն խաբում է, մարդը չի կարող ճիշտը տեսնել։ Ճշմարտությունը աղավաղում է Սատանան։ Նրա գործը հենց դա է, որ մարդը ճշմարտությունը չկարանա տեսնի։ Եվ այս վիճակում այս եկեղեցին մտածում էր ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է։ Այդտենց մի հատ պատմություն գիտեմ, որ միտեղ
ուրեմն մի հատ սևամորթ մարդ ա լինում, ուզում ա գնա ժողովների, այն ժամանակ սևամորթներին ներս չեն թողում ժողովների, իբր թե դուք ոնց որ ասած ուրիշ սորտի մարդ եք, ոնց որ մարդ չեն համարում էլի սևամորթներին, եւ մեծ ժողովարան ա, ճոխ շքեղ սարկած ժողով են անում եւ իրան ներս չեն թողում, բայց այս մարդը սիրում ա Հիսուսին, ուզում ա Տիրոջը եւ ուզում ա մտնի այնտեղ, այդ պաշտամունքին մասնակցի, չեն թողում։ Դուրսը նստած, մի քարի վրա նստած լաց ա լինում։ Մեկ էլ մեկը գալիս է ասում ա, ինչ է եղել, ասում ա, ինչի ես լաց լինում։ Ասում ա, ես Հիսուսին շատ եմ սիրում։ Բայց ասում ա, իրանք չեն թողում, որ ես ներս մտնեմ։ Եվ այդ հոգին սենց է ասում։ Ասում ա, ինձ էլ չեն թողում, որ ես ներս մտնեմ։ Ու ինքն ասում է, ով է, որ իրան էլ չեն թողում։ Մեկ էլ նայում ա, տեսնում ա Տերը, Տերն ա։ Բայց այնտեղ ժողով ա, բայց այնտեղ պաշտամունք ա, եւ այնտեղ բոլորը մտածում են, որ Հիսուսը ստեղ ա, Հիսուսը գործում ա, բայց Հիսուսը դուրս ա, սևամորթի հետ զրուցում ա։ Գիտեք, քույր երեխաներ ջան, Սատանան միշտ ճշմարտությունը շեղում է։ Ճշմարտանման շատ բաներ անում, որ շատ նման է ճշմարտությանը, բայց ճշմարտությունը չի։ Ճշմարտությունը Հիսուսն է։ Որ երբ որ գալիս է, քո խավարը լույս է դառնում։ Որտեվ նա եկել է մարդկանց խավարը լույս անելու։ Երբ որ գալիս է նրա ներկայության մեջ, ոչ հիվանդություն է դիմանում, ոչ խավար, ոչ մի բան քույր երեխաներ ջան։ Մարդիկ ազատագրվում են, մարդիկ լցվում են, մարդիկ ուրախանում են, մարդիկ փառավորում են, որտեղ դա Հիսուսն է, նա այդ ձևին է, փառք Տիրոջը։ Ես ուզում եմ կարդամ Հովանու ավետարան առաջի գլխից 9-րդ խոսքից։ Այն էր ճշմարիտ լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհքը։ Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նրանով եղավ։ Եվ աշխարհքը նրան չճանաչեց։ Իրաների մեջ եկավ, եւ իրաները նրան չընդունեցին։ Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու։ Նրանց, որ նրա անունին հավատում են, որոնք ոչ արյունից եւ ոչ մարմնի կամքից եւ ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցան։ Փառք Տիրոջը։ Ասում է, այն էր ճշմարիտ լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհս։ Ամեն մարդի լուսավորում է, փառք Տիրոջը։ Եվ Աստված, երբ որ գալիս է, ամենքին լուսավորում է, քույր երեխաներ ջան։ Ով որ նրան ընդունում է, լուսավորվում է։ Ով որ նրան ընդունում է, քույր երեխաներ ջան։ Գիտեք, շատերը կան, որ մտածում են, որ ընդունում են, այսինքն նրանք ավետարանը գիտեն, ասենք ճշմարտությունը գիտեն եւ մտածում են, որ Հիսուսին ընդունել ենք։ Բայց քույր երեխաներ ջան, Հիսուսը իրանց կյանքում չի կարում գործի։ Տեղ չեն տալիս իրան, ինչ ա եղել։ Իրանք իրանց հասկացողությունները ունեն, իրանք իրանց մտքերը ունեն, որը Հիսուսից չի, որը որ լուսավորվածությունից չի, որը որ Աստվածանից չի, քույր երեխաներ ջան։ Եվ այդ մարդիկ մտածում են, որ Սուրբ Գիրքը գիտենք, շնորհքի մասին գիտենք, ամեն ինչի մասին գիտենք, հավատքի մասին գիտենք, ուրեմն ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է, երբ որ նրա ներկայությունը քեզ պարուրում է, այդ ժամանակը ամեն ինչ լավ, երբ որ նրա ներկայությունը չկա, մի մտածի, որ եթե դու շնորհքի մասին լավ գիտես, ուրեմն ամեն ինչ լավ է, եթե դու հավատքից գիտես, ամեն ինչ լավ է, չէ, եթե դու Հիսուսի համար սիրտդ բացել ես, երբ որ դու նրան
քո ներսն ես ընդունել, այդ ժամանակը ամեն ինչ լավ։ Որտեվ երբ որ ինքը ներս է գալիս, այդ ժամանակա որ քեզ լուսավորում է։ Ինքը դրսից քեզ չի լուսավորում։ Ինքը ներսից է քեզ լուսավորում, փառք Տիրոջը։ Եվ երբ որ մենք թողում ենք, որ ինքը ներս գա, ընդունում ենք իրան, ընդունում ենք, քուրեր եղբայրներ ջան։ Այտենց է գրված։ Ովքեր որ նրան ընդունեցին, մենակ նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Ովքեր որ ընդունեցին։ Այսինքն, քուրեր եղբայրներ ջան, ընդունել նա է, որ Հիսուսը գա քո կյանքի մեջ, դու պատրաստ ես իր համար ամեն ինչի։ Ոչ թե ինքը գալիս է, որ քեզ ծառայի, ոչ թե ինքը գալիս է, որ քո կյանքդ ոնց որ կար ուղղակի ավելի բարելավի, չէ։ Ինքը գալիս է, որ դու իրանը լինես։ Ինքը գալիս է, որ քեզ լուսավորի եւ դու հասկանաս, որ այն կյանքը, որ դու ունեիր, դա փուչ կյանք է։ Այլ այն կյանքը, որ Աստված քո համար բերում է, դա իսկական կյանքն է։ Դրա համար է ինքը քեզ ստեղծել, որ այդ կյանքով դու ապրես, նոր կյանքով ապրես։ Կյանք Հիսուսի հետ, որը որ ինքն է քեզ առաջնորդում, որը որ քո խելքով չես գնում, այլ ինքն է քեզ առաջնորդում։ Տեսեք, այդ Լավոդիկեի եկեղեցին այդ նույն վիճակում էր, Սատանան խաբել էր իրանց։ Եվ այնքան էր խաբել, որ իրանք մտածում էին ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է։ Բայց լավ չէր։ Լավ չէր։ Լավ է Հիսուսի հետ, լավ է Հիսուսի ներկայության մեջ։ Եթե իր ներկայությունը չկա, մենք մեզ չխաբենք, քուրեր եղբայրներ ջան։ Գիտեք, Մովսեսը ինչ ասեց Տիրոջը։ Երբ որ Տերն ասեց, ահա ձեր դեմ խոստացված երկիրն է, խոստացել եմ, բերել եմ։ Եվ հիմա ասեց, ձեր արջևից հրեշտակ կգնա, եւ այդ երկիրը ձեզ կտա։ Բայց Մովսեսն ասեց, չէ, ասեց Տեր, եթե քո ներկայությունը, քո երեսը մեր արջևից չգնա, մեզ ընդեղ մի տար, որովհետև լավ է քո երեսի արջևը ստեղ մնանք, քան թե գնանք ընդեղ եւ քո երեսը չլինի։ Մովսեսը մարդ էր, քուրեր եղբայրներ ջան, որ գնահատում էր Աստծուն։ Մովսեսը այն մարդն էր, որ Փարավոնի ամբողջ հարստությունները ուներ, բայց աղբ համարեց։ Աղբ համարեց։ Գերադասելով Քրիստոսի նախատիքը եգիպտացիների հարուստ գանձերից։ Գերադասելով կրի Քրիստոսի նախատիքը, քան թե եգիպտացիների հարուստ գանձերը, որովհետև գիտեր Քրիստոսի նախատինքը կրելով Քրիստոս իր հետ է, բայց եգիպտացիների հարուստ գանձերը ունենալով Քրիստոս չունի։ Եվ այսօր մեր համար կարևորը Քրիստոսն է, քուրեր եղբայրներ ջան։ Գիտեք Մովսեսը որտեղ է։ Աստծո մոտ է։ Գիտեք ինքը չի զղջացել իր կյանքի համար, որ ապրել է։ Մենք բոլորս էլ գնալու ենք, բոլորս։ Եվ ոչ մեկ այս երկրի վրա հավիտյան չի մնալու։ Բայց այն մարդիկ, որոնք որ Մովսեսի նման չեն մտածում, զղջալու են, շատ են զղջալու, շատ են ափսոսալու, որ չեն գնահատե այն ամենը, ինչ որ Աստված իրանց տվել է, այն ամենը, ինչ որ Աստված իրանց համար արել է, շատ, բայց արդեն հավիտյան ուշ ալնելու։ Բայց այսօր դեռ ուշ չի, փառք Տիրոջը։ Այսօր կարանք մեր սրտերը բացենք իր առաջ։ Այսօր կարանք շատ ուշադիր լինենք, թե որտեղից է խոսում մեզ Տերը։ Ու մեր սիրտը բացենք։ Եվ երբ որ մեր սիրտը բացենք, Հիսուսը կգա։ Եվ ինքը խոստացել է, ասում է կգամ, ընթրիք կանեմ քո հետ, փառք Տիրոջը։ Ընթրիք կանեմ։ Գիտեք, դա ամենամեծ բանն է Տեր Հիսուսի հետ ընթրիք անելը։ Նա որ գալիս է քո կյանքի մեջ, խավարը լուսավորվում է, փառք Տիրոջը։ Եվ Տերը օրհնի, որ մենք մեր սրտերը բացենք իր առաջ, թող այստեղ Աստծո ներկայությունը լինի, Աստծո երեսը լինի Տեր, որովհետև քուրեր եղբայրներ ջան, դրա համար է այստեղը նախատեսված։ Դրա համար է նախատեսված, ոչ թե նրա համար, որ գեղեցիկ խոսքեր խոսվի,
այլ որ նրա երեսը այստեղ լինի, նրա ներկայությունը, եւ որ բոլոր հոգիները լուսավորվեն ներսից, փառք Տիրոջը, Տերը օրհնի ձեզ։ Աղոթք անենք, հա։